Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ, այսօր 5-շաբթի է և մեր հերթական հաղորդումն է, սիրելի հետևորդներ, կարևոր կանխատեսումներից եմ խոսելու հուլիս ամսվա, որ ինձ այդքան չգրեք, տիկինգան է, միջոցառում ունենք, հարսանիք, նշանադրություն, սիրելի հետևորդներ, մեծ սիրով տրամադրում եմ ձեզ հուլիս ամսվա կանխատեսումները, բայց մինչ այդ ամենին անցնելը ես կրկին մի կարևոր կանխատեսում եմ կատարել, որի մասին ուզում եմ ձեզ հետ խոսել, ինչու եմ պարբերաբար հանրայնացնում, որտեղ տարբեր հարթակներում տարբեր մարդիկ են հետևում ինձ եւ նրանք ծանոթ չեն լինում ընդհանուր բովանդակությանը կամ իմ գործին։ Օրինակ վերջերս ինձ դիմել էր մի կին, նա զարմացավ, որ ես նաեւ 7 տարվա հոգեբանական կրթություն ունեմ եւ վերջին 2 տարին կառավարման հոգեբանության այդ ուսուցման փուլն եմ անցել, արկա եւ մագիստրոսական կրթություն եմ ստացել։ Ուստի պարբերաբար ես պետք է հանրայնացնեմ իմ կանխատեսները։ Նաեւ հետևեք ինձ տարբեր հարթակներում Փակ TV-ում, Life Armenia հեռուստաընկերությունում, Արտակ Մուրադյանի մոտ, Արեգ TV-ում, Արեգի մոտ, Իրավունք TV-ում, այնտեղ Իլոնայի հետ ենք վարում հետաքրքիր հաղորդում, նաև ամենակարկառուն ամենասիրելի գործընկերներս Ֆրանսիայում ռադիո IBFM Արտակը եւ Լուսինեն հետաքրքիր բովանդակալից ջերմ ուրախ մթնոլորտում այդ հաղորդումները ուղակի հեռարձակվում են։ Ցավալիորեն վերջին օրերին մի միջադեպ տեղի ունեցավ Փամբակի այդ գետում, երկու քույրիկներ էին գետն ընկել, պարբերաբար ինձ գրում են, թե ինչ կանխատեսումներ ունեք, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, քանի որ այնպես է ստացվել, որ ես արդեն այս հարթակում եմ եւ պարբերաբար եւ աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական եւ ներքին այդ մեր ժողովրդին հուզող հարցերի համար նրանք պարբերաբար դիմում են ինձ եւ եկեք տեսեք, որ կանխատեսումներից 80 մինչեւ 90% կատարում ինչպես եւ Դոնալդ Թրամփի հետ կապված եւ ընտրությունների հետ կապված Համենայն դեպս այս մեկ կանխատեսումն էր կատարվել, բայց գործն ինչումն է։ Ես հիմա էկրանին տեղադրեմ կանխատեսման մանրամասները, բայց նաև մեկ այլ կողմ ունի այս կանխատեսման իմ կողմից այդ հատուկ ուշադրություն դարձնելը, որովհետև աստղաբանությունը այն գործիքներից մեկն է, որը կարող է ցույց տալ սցենարներից մեկը։ Նորից եմ հիշեցնում, որ ես դասընթացներ եմ վարում մոտավորապես տարի ու կես այդ դասընթացները գնում են եւ հենց հորար աստղաբանությունը այն ուղիներից մեկն է, որը տալիս է հենց այս պահին տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր ելքերը։ Այդ կանխատեսման մեջ արդեն իսկ իրավիճակը կարծես դուրս էր եկել, սցենարը այդ ամենը դուրս էր եկել դրական հունով գնալու այդ ճանապարհից։ Այո, քարտեզում տեսնում եք այն անձի մասին, որի մասին ես հարցում էի կատարել, պարզ ցույց է տալիս, որ նա գտնվում է ջրերի խորքում։ Քանի որ շատ շտապ էի կատարում այդ ամենը, պետք է գնայի հեռուստաընկերության ինտերվյու, բայց շատ արագ այդ ամենը ուղղակի երևում էր։ Եվ երեխայի համար է արել, հետո տեսա, որ երեխաներն են եւ քարտեզում հստակ ցույցում կա, որ այդ երեխան, որը կորել էր, որը ջրի հատակին էր գտնվում, նա իր մտերիմ տանանդամի հետ էր։ Ցավալիորեն աստղաբանությունը այսպիսի մի կարևոր կողմ ունի, պետք է լինես բավականին զուսպ եւ ամուր նյարդեր պետք է ունենաս, ամուր հոգեկան, որպեսզի այդ ինֆորմացիայի տեղատարափի տակ կարողանաս քո ինքնությունը եւ քո ամուր կամքը, քո հոգեկան այդ հավասարակշռությունը պահել։ Հուսամ, որ տարիների ընթացքում մենք կարողանանք համագործակցել եւ ես կփորձեմ դեռևս հանրոպուտ աշխատանք կատարել։ Այս դեպքում ուղղակի վիճակը սա էր, բայց ցավալիորեն տեղի ունեցավ այն, ինչ որ քարտեզը նշում էր։ Նրանց հոգիներին հանգստություն, եթե մարդկանց հետ ինչ որ մի բան են լինում, նրանք կյանքից հեռանում են, ապա նրանք գալիս են իրենց ծրագիրը կատարելու, նրանց հոգիները այդ ժամանակահատվածի համար են եկել վերամարմնավորվել այս երկիր։ Դրա մասին շատ հետաքրքիր հաղորդում կա, եթե հնարավորություն ունենամ գոնե հաղորդման այդ կտեղադրենք վերնագիրը,
YouTube հարթակում կփնտրեք եւ կգտնեք ռեինկարնացիա դակազը նաուկայ։ Հաստատ եմ ասում, ձեր շատ հարցերի պատասխաններ կգտնեք հենց այդ հաղորդման ընթացքում։ Սիրելի հետևորդներ, անցնենք հուլիս ամսվա կանխատեսումներին։ Հենց հուլիսի 1-ը բարդ դիրքերով ենք սկսում, բայց մինչ այդ հունիսի 29-ից մինչև հուլիսի 23-ը Մերկուրին նահանջող է լինելու։ Այդ մասին մանրակրկիտ խոսել եմ երկու հեռուստաընկերություններում եւ Live Armenia-ում եւ Փակ TV-ում, YouTube-յան այդ հարթակներում։ Այդտեղ կարող եք մանրամասները դիտել կամ ես առանձին կտրում եւ սոցհարթակներում, անմիջապես իմ մեդիա հարթակներում տեղադրում եմ։ Նահանջող Մերկուրու ժամանակ գործերը կանգնում են, թղթաբանության մեջ սխալներ կլինեն, պայմանավորվածությունները կարող են չեղարկվել եւ Մերկուրին նահանջում է փաստորեն խեցգետնի վերջին աշճանների վրա համարյա եւ ուղիղ ընթացքով գնալու է կսկսի նորից ընթանալ կրկին խեցգետնում այդ միջին աշճանների վրա ինչևէ Մերկուրին նահանջելու է դրա մասին մտածեք ես կասեմ օրեր այդ օրերը դուք օգտագործեք բայց իմացեք որ ավելի շատ այդ օրերը այդ էներգիաները օգտագործեք դուք պետք է հենվեք նախորոք սկսված գործերի վրա կամ թերի թողած գործերի վրա դրա այդ ամենը կարգավորեք նոր գործերը եթե արդեն իսկ ժամանակի մեջ ստեղծված եք մինչև հուլիսի 23-ը մարդիկ կան որ չեն կարող իրենց գործերը հետաձգեն գոնե լուսնի դիրքերով ես կփորձեմ ձեզ օգնել դրական դիրքերը տրամադրել դուք էլ այդ օրերին շարժվեք որ հավանական խնդիրները խոչընդոտները ավելի քիչ լինեն գնացինք առաջ հուլիսի մեկը տեսնում եք բար դիրքերով են լուսինը այցեղ ջուրի կենթանակերպում փորձեմ ձեզ ներկայացնել ցերեկային ժամերին որպեսզի հենց այդ ժամերի հետ կապված էլ ամբողջ օրը դուք կարողանաք կազմակերպել բար դիրքեր ենք տեսնում այցեղ ջուրը պետական մարմիններն են այստեղ հայրենիք, ընտանիք, օջախ ղեկավարների հետ խնդիրները կարող են սրվել տան անդամների հետ կարող են սրվել այնպիսի իրավիճակ կարող է լինել, որ ուղղակի չկարողանաք դուք ձեր այդ սոցիալական դիրքի հետ կապված խնդիրներ լուծել մանավանդ այծեղ ջուր եւ խեցգետին։ Այստեղ Յուպիտերը գտնվում է խեցգետնում, Մերկուրին գտնվում է խեցգետնում, կարող է այդ իրավիճակը երկարել նույնիսկ մինչև հուլիսի 23-ը։ Այսինքն հետընթաց հաշվարկ գործերը կարող են կանգ առնել այնպիսի իրավիճակ լինի, որ չկարողանա գնալ աշխատանքի, տուժի աշխատանքը, բայց նաև շահեկան դիրքերում կհայտնվեք, ներընտանեկան խնդիրները կլուծեք, ընտանիքի հետ կապված հարցերը, բնակ տարածքի եւ այլն, այդ ամենը լուծելի է։ Բայց հենց այդ ամսի մեկին խորհուրդ չի տրվում ստորագրություն դնել կադաստրի այդ անշարժ գույքի հետ կապված նոր ծրագրեր, նոր բրենդներ, նոր ֆիրմաներ բացել բարդ է լինելու։ Հաջորդ օրը, երբ որ մենք դիտարկում ենք, դա ամսի 2-ն է, տեսնենք ինչ ունենք ամսի 2-ին, լուսինը ջրհոսի կենթանակերպում է լինելու։ Իսկ ինչ ունենք ամսի 2-ին։ Ահա։ Երկուսը ավելի բարենպաստ է ցերեկային ժամերից հետո արդեն լուսինը ջրհոսում համախոհների, ընկերների, գաղափարակիցների հետ ակտիվ քննարկումներ, խոսակցություններ, քննարկումները այդ ամենը կան, բայց միշտ ասում եմ հուլիսի 23-ից հետո կարող եք անել։ Եթե թերի թողած ինչ որ գործեր ունեք, համացանցի հետ կապված, ընկերների հետ կապված, նամակագրություն, որոշակի թղթաբանություն, ալիքը կամ համացանցային այդ հարթակները կրկին թողարկելու, վերագործարկելու համար բավականին բարենպաստ են եւ կարող եք գովազդներ դնել այն վիդեոների, այն նյութերի վրա, որոնք արդեն իրենք հանրային ճանաչում ունեն, մի քանի անգամ հնարավոր է, որ ձեր հնարավորությունները եւ դիտումները աճեն։ Անցնենք հաջորդ օր Տեսնում եք, ամսի 3-ը բարդ է, 3-ին խորհուրդ չի տրվում այդ ամենն անել, Վեներան առուծում, լուսինը ջրհոսում, էգոիզմը կարող է խանգարել անձնային հարաբերություններին, Վեներան առուծում, այստեղ ընկերների հետ հարաբերություններ կլավեն, թող ուշադիր լինեն, մանավանդ ջրհոս եւ առուծ այդ կենթանակերպի ազդեցության տակ ծնված եւ կանայք, եւ աղջիկները, եւ նրանք, ովքեր հարաբերություններ ունեն իրար հետ, այդ ժամանակահատվածում խնդիրներ կարող են լինել եւ նաեւ համախոհների հետ հնարավոր է տարաձայնություններ լինեն։ Հաջորդ օրը տեսնում ենք ամսի 4-ին լուսնի ձկների կենթանակերպում խաբեություններից ուշադիր եղեք, քաղցր խոսքով կարող են ձեզ գայթակղել,
ձկների կենդանակերպում, ովքեր ճանապարհորդում են, ուշադիր եղեք այդ անցակետերում, այստեղ ալկոհոլ, թմրանյութեր եւ այլն, հա, ամեն ինչը չափի ձևի մեջ լինի, որտեղ ես տեսնում եմ խնդիրներ ուժային կառույցների հետ, իսկ նրանք ովքեր մեքենաներ են վարում, նրանք էլ ուշադիր լինեն, խոսակցությունները, տարաձայնությունները, դրանք կարող են կոնֆլիկտի առիթ հանդիսանալ, մանավանդ ձկներ երկօրյակ, կույս եւ աղեղնավոր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները, նրանք եթե օգտագործում են ալկոհոլ, եթե տեսնում եք ձեր դիմացին է ուղղակի գինով ցած կամ անկայուն հոգեվիճակում է, լռեք ու անցեք, միևնույն է օգուտ չկա։ Դա կարող է սրվել եւ հասնել մինչեւ արդեն ծեծ կրտուքի։ Հաջորդ օրը մենք դիտարկում ենք դրական օր, ամսի 5-ը, ամսի 6-ը եւ 7-ը։ 7-ը մի փոքր խնդիրներ կան, փաստորեն 5-ին ձկների կենդանակերպում, ջրային ռեսուրսների մոտ կարող եք ձեր հանգիստը կազմակերպել, մեդիտացիաների կարող եք գնալ, հանգստանալ, դա առողջարանային բիզնեսն է, վերցրեք մի քանի օրը հանգստի համար, հենց ամսի 4-ից կարող եք գնալ, 5-ը, 6-ը ավելի բարենպաստ են։ Նվերներ կարող եք անել, հիշողություններ, կնունկ, ծնունդ, նշանադրություն, հարսանիք, եթե չեք ուզում գրանցել, եթե ժամանակ չունեք, պիտի գրանցեք, այդ օրերը ամենահարմարն է։ Ամսի 7-ը մենք սիրելի հետևորդներ տեսնում ենք, 7-ին լուսինը խոյում է, մի կողմից դրական դիրքեր երեխաների հետ հարաբերություններ շտկելու, հնարավոր է, որ բալիկի սպասեք, մանավանդ կրակի տարիքի ազդեցության տակ ծնվածները, բայց բարդ դիրքեր եմ տեսնում, տան անդամների, տան մեծերի հետ կոնֆլիկտներ կարող են լինել։ Ինչևէ ինքնաարտահայտման համար բավականին բարենպաստ է եւ ինձ հարցում էր եկել Փակ TV-ում, թե արդյոք նահանջող Մերկուրի ժամանակ եթե հղիանում են, ինչ կարող է լինել։ Եթե դրական դիրքեր կա, այդ նահանջող Մերկուրին դրական դիրքեր ունի ձեր 5-րդ տան ղեկավարի 5-րդ տան հետ, ապա ոչինչ էլ չի կարող լինել։ Միայն նահանջող Մերկուրիով ինչ որ մեծ խնդիրներ չեն լինում այդ առումով, իսկ եթե բարդ դիրքեր կան, բնականաբար բարդ դիրքեր կարող են բերել, բայց նահանջող Մերկուրին կարող է դրական ազդեցություն ունենալ հողի եւ ջրի ազդեցության տակ ծնվածների վրա, դա հողա, ցուլ, կույս եւ այծաջուր, մի զարմացեք, երբեմն ինձ հարցնում են, դրա համար եմ ասում, եւ ջրի ազդեցության տակ ծնվածներ, ձկներ, կարիճ եւ խեցգետի, նրանց համար կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ։ Իհարկե, այստեղ քանի որ Սատուրնը խոյում է, որոշ հանգամանքներ կարող են լինել կրակի ազդեցության տակ ծնվածների համար, կամ դա կարդինալ խաչն է, խոյ, խեցգետին, կշեռք եւ այծաջուր, նրանց համար որոշակի բարդություններով կարող է ընթանալ այդ ամենը։ Գնանք առաջ, տեսնենք ինչ ունենք։ Հաջորդ օրը որոշ չափով բարդություններ, սիրային հարաբերություններ շտկելու հնարավորություն կա, սիրելիներին սեր խոստովանելու, այսպես միանգամից չգնաք, հա, լուսինը խոյում բուրըն զգացմունքները արտահայտեք ձեր բալիկներին, մի քիչ զուսպ կարող եք լինել, բայց հնարավորություն ունեք ձեր սիրելիների հետ, եթե կոնֆլիկտներ են եղել ամսի 7-ին, ուրեմն նախորդ օրը ամսի 7-ն էր։ Ամսի 8-ին այդ կոնֆլիկտները կարող են շտկել։ Կրկին եմ ասում, բարենպաստ օրերը 5-6, լուսինը ձկների կենդանակերպում, 7-ը խնդիր է միայն խոյ, խեցգետին, կշեռք եւ այծեղջյուրների համար, ամսի 8-ը կրկին հենց այդ կենդանակերպերի համար խոսակցությունները, ակտիվ շփումները վերածվելու են կոնֆլիկտի։ Միշտ ասում եմ, մի կաթիլ մեղրի պատմությունն է լինում, որտեղ մեղուն խոյը կարող է լինել սուր, ծակող, կծող այդ կենդանակերպն է։ Գնացինք առաջ, ամսի 9-ը, հուլիսի բարդ օր ֆինանսաբանկային գործարքներ կնքելու համար, թանկարժեք իրեր, ադամանտ, ոսկի գնելու համար, ձեր երեխաները կարող են ֆինանսական խնդիրներ բերել ձեզ, նրանց համար կատարված մեծ ծախսերը կարող են հետո ձեզ անհանգստություն պատճառել, համացանցային գնումներից հեռու եղեք, որտեղ կարող են այդ մարդիկ, որոնք հեշտությամբ ուրիշի փողերն են կարողանում այսպես հափշտակել, նրանք հեշտությամբ էլ հենց ձեզնից կվերցնեն։ Մի տվեք ձեր գաղտնաբառը եւ ծածկագիրը, ծածկանունը ոչ մեկին։ Այդ օրը գնումներ միանշանակ չի կարելի կատարել, բանկային գործարքներ առավել եւս։ Գնացինք առաջ, ահա, ամսի 10-ին կատարեք։ Բայց այնպես չէ, որ 10-ին գրված է դրական դիրքավորումներին, դու գնաք այդ խաբեբաներին ամբողջական ձեր քարտի համար տակ եւ այլն։
պետք է ստուգեք սկզբնաղբյուրը, բայց այն գործարքներ, որոնք տեղի ունեցան եւ որոնք մարդկային մտածողության սահմաններում են, ամբողջ գյուղով չեն տանում գումարները տալիս ինչ որ մի կազմակերպության, հետո ամբողջ գյուղով էլ այդ կազմակերպությունը խափի չէ, պետք է դուք հաշվարկ անեք, Լուսինը սիրում է հաշվարկներ, բայց այն ներդրումները, ավանդները, այն իրերը, գույքը, որը որ դուք ձեռք բերեք, ձեզ կարող է մեծամեծ հաջողություններ բերել եւ իհարկե հաշվարկեք եւ ձեր ռիսկերը եւ նաեւ եկամուտները։ Հաջորդ օրը Լուսինը երկօրյակում դրական դիրքեր, երկօրյակը խոսակցություններ, բանակցություններ սովորելու համար է բարենպաստ, եթե թերի եք թողել ձեր դասերը, կուրսերը, երկօրյակը դրանք տրեյնինգներն են, ոչ բուհական կրթությունն է, տեսնեք համակարգչային համացանցային շփումներն են, դրանք կարող են վերականգնվել։ Եվ հենց ամսի 10-ին ես տեսնում եմ, որ Վեներան արդեն իսկ մտնում է կույսի կենդանակերպ վերջ։ Վեներան կամած իր դիրքերը զիջում է, առյուծի կենդանակերպից նա անցնում է կույս, ավելի աշխատանքային լուր միջավայր եւ նահանջող Մերկուրու այդ ուղեկցությամբ մի քիչ ավելի զգույշ եւ զգոն կլինեն կանայք։ Բայց հենց այդ օրը լարված դիրքեր եմ տեսնում ես, սիրային հարաբերությունների խնդիրներ, կույս, երկվորյակ, աղեղնավոր եւ ձկներ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար ամսի 10-ին։ 11-ին արդեն վիճակը կամած կբարելավի, բայց դեռ այդ կտրուկ խոսակցությունները եւ սցենարները այդ կենդանակերպերի համար կարող են շարունակվել։ Գնանք առաջ, Լուսինի երկօրյակում ամենաբարենպաստ դիրքերից մեկը երկօրյակը եւ շփումներ, կիրակի օրը շփումներ, դասարանցիների, հարևանների, քուր, եղբայր հավաքվեք, ինչ հետաքրքիր, որ երկու շաբաթ կիրակին դրական դիրքերով է, խոսակցություններ, կարճ ճանապարհորդություններ, ինֆորմացիոն տեղեկատվական հարթակում, ակտիվ լինելու, ԶԼՄ-ներում ձեր խոսքը տարածելու, նյութեր տեղադրելու, այդ ամենի համար բարենպաստ է։ Ակտիվ խոսակցություններ, մեքենա, եթե խորհուրդ չեմ տալիս հունիսի 29-ից մինչև հուլիսի 23-ը մեքենաներ գնեք, բայց եթե արդեն որոշել եք, հենց այդ օրը կարող եք անել Լուսինի երկօրյակում, որ գոնե այդ խոչընդոտները կամ խնդիրները ավելի քիչ լինեն։ 2 օր բարդ է, ցելի հետևորդներ, հուլիսի 13, 14 նորալուսին, բարդ նորալուսին կոնֆլիկտային իրավիճակ եւ 15-ի 15-ն է չորեքշաբթի օր է, մի կողմից դրական դիրքեր, ակտիվ կլինեն կրակի ազդեցության տակ ծնվածները, բայց խնդիրներ կլինեն սիրելիների, երեխաների հետ 15-ի առավոտյան ժամերն են։ Փաստորեն 13-14 լարված օրեր են ներընտանեկան, ներազգային խնդիրներ, որոնք ուղղակի հնարավոր է շատ լուրջ հուզական այսպիսի լարված ֆոն ապահովում, եթե ոչ գործողություններ։ Գնացինք առաջ, ամսի 16 ամենաբարենպաստ օրերից մեկը, 5շաբթի օր։ Լուսինը առողջում երեխաների հետ հարաբերությունները շտկելու, թանկարժեք նվերներ գնելու, պատկերասրահ, կինո, թատրոն, ժամանցի վայրեր այցելելու համար, գնումներ կատարելու համար, իհարկե կենցաղային տեխնիկա մի որոշ չափով վերապահումներով, բայց թանկարժեք իրեր, զարդեր գնելու համար ամենաբարենպաստ օրերից մեկը հունիսի 16, 17-ը բարդ օր է աշխատանքում, խնդիրներ կլինեն, խորհուրդ չեմ տալիս այդ կատարել կոսմետիկ միջամտություն, վիրահատություններ պլաստիկ, ամսի 17-ը չէ, բայց ամսի 16-ին կարող եք եւ բոլոր դրական օրերը հուլիսի 18-ին էլ խորհուրդ չեմ տալիս մանավանդ Մերկուրին նահանջող է, հուլիսի 19-ին Լուսինը կշեռքում հարաբերությունները այսպես ընդլայնելու հարաբերության այդ շրջանակները կշեռք, ջրհոս, երկօրյակ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար է բարենպաստ նաև առյուծ եւ այստեղ աղեղնավոր խոյերի հետ էլ ոչինչ, բայց կոնֆլիկտայնություն կարող է լինել, զգուշ լինեն խոյերն ու կշեռները, մնացած դեպքերը բավականին բարենպաստ են եւ կարող եք հարսանիք, ուրախություն այդ օրեր, այդ կարևոր իրադարձությունները, բոլոր այդ միջոցառումները կազմակերպել բաց չէ։ Մենակ զգուշ լինեն, այդպես են ասում, հարսանքավորները, հա, բարեկամները իրարից չնեղանան մի փոքր այդ խոսակցությունից կամ իրադրությունից։ Հաջորդ օրը բարդ է, երկշաբթի հարաբերություններ չեն կառուցում, նախկինից եկած խնդիրներ, ամսի 20-ն է,
բարեկամների, սիրելիի հետ կապված որոշակի խոսակցություններ, ամուսնալության դեպքերը կարող են շարունակվել, թող զգույշ լինեն կշեռ, խեցգետին, խոյ եւ այծեղջյուր կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների նույն բարդ հարաբերություններ տեսնում եմ ամսի 21-ին կրկին պլաստիկ վիրահատություն, միջամտություններ կարող է ձեզ դուր չգալ, հա, եւ նահանջող Մերկուրի է եւ նաեւ Լուսինը գտնում է էսթետիկայի նշանում եւ լարված դիրքեր։ Մյուս օրը տեսնում ենք ամսի 22-ը բարդ է, որոշ չափով լուծելի կլինեն, ներընտանեկան խնդիրներ լուծելի կլինեն, բայց ֆինանսի հետ կապված հարցերում դուք կարող է խնդիրներ ունենաք 23-ին, այդ իսկ պատճառով 23-ին է բարենպաստ բանկերի հետ կապված բոլոր այդ գործարքները, խնդիրներ լուծել, ֆինանսի հետ կապված խնդիրներ լուծել, վարկեր վերցնել, ավանդներ այդպես դնել, ֆինանսական հարցերը կարող եք լուծել, բայց միշտ ասում եմ, որ պարտքեր վերցնելիս ուշադիր եղեք, չափեք ձեր այդ գումարի չափը, որպեսզի հետագայում հեշտ լինի, հասանելի լինի այդ ամենը շտկելը։ Ամենաբարենպաստ օրերից մեկը Լուսինը կարճում նաև կարող է գրանցել ամուսնությունը, որովհետև բացառիկ դրական դիրքեր հենց այդ օրն էլ Մերկուրին ուղընթաց է գնում։ Հաջորդ օրը Լուսինը գտնում է 24-ին աղեղնավորում, ճանապարհորդելու համար, բուհական այդ օտարերկրյա բոլոր հարցեր լուծելու համար, կրթության հետ կապված, երեխաների կրթության հետ կապված հարցերը կարող են լուծել, կարող եք ճանապարհորդել, նրանք կարող են ընդունվել լավագույն բուհերը եւ դուք հնարավոր է երջանկությունից ուղղակի այդպես 7-րդ երկնքում գտնվել, արև Յուպիտեր եւ Լուսին դրական դիրքեր ձեր երեխաները մեդալներ կստանան, հաղթանակներ կունենան, բացառիկ բարենպաստ է առյուծ աղեղնավոր խոյ, նաեւ կշեռ, ջրհոս եւ երկորակ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, բայց ձեր քարտեզում այդ կենդանակերպերում մոլորակներ պետք է լինեն, ուղղակի պետք է անձնական նայենք, որ դաշտում ինչ մեծ հնարավորություն կլինի։ Մենք տեսնում ենք սիրելի հետևորդներ, հաջորդ օրը բարդ է ճանապարհորդելու համար, խոսակցություններ ոստիկանների հետ, ներսում էլ եթե լինեք միջպետական ճանապարհները հատելից այստեղ տեսնում եմ հատուկ մարմինների հետ խնդիր կլինեն, նրանց հետ կոնֆլիկտի մի բռնվեք, փորձեք ճկուն լինել, որպեսզի խնդիրներ չունենաք։ Ներսում էլ մեքենա վարելիս, եթե սահման պետք է հատեք, ներսում պետք է այդ ամենը կատարեք, կոնֆլիկտային իրավիճակ եւ երթևեկության այդ դաշտում ճանապարհին եւ նաեւ աշխատանքում, աշխատանքային process-ում սուր կոնֆլիկտներ, կույս, երկորակ, աղեղնավոր եւ ձկներ։ Ամսի 26-ը բարդ է կրկին աղեղնավորի կենդանակերպում ջրային ռեսուրսներից ուշադիր եղեք, ովքեր ծովում են լինելու, նրանք էլ թող ուշադիր լինեն կծող այդ կենդանիներից, թունավոր կենդաններից, տեսնում եք Նեպտունը խոյում, այստեղ աղեղնավոր սև լուսինը, ուշադիր եղեք այդ դեպքերից ցավազրկող օգտագործելիս, եթե նաև ալերգիկ process-ները կարող են ակտիվանալ, համենայն դեպս բարդ օրերից մեկն է 26-ը, մանավանդ նրանք, ովքեր ջրային վայրերում կլինեն, զգուշ եղեք օձերից, կծող այդ բոլոր կենդանիներից։ Հաջորդ օրը ամսի 27-ին այծեղ ջուրում կրկին բարդ օր, եթե մանավանդ այս այծեղ ջուրը քարեր, ժայռեր, տափաստանային վայրեր, կրկին այստեղ դա կարող է լինել մողես, կարիճ, հա, եթե բնության գրկում եք, ապա այդ քարքարոտ ավազոտ տեղերից ուշադիր եղեք եւ ընդհանրապես կոնֆլիկտային օր է ղեկավարների եւ սոցիալական դիրքի բարելավման հարցում ուշադիր լինում այծեղ ջուր, խոյ, խեցգետին եւ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները։ Մի օր էլ ամսի 28-ը որոշ չափով դրական աշխատանքում հնարավոր է հարցերը կարողանաք լուծել, եթե զուսպ եք, եթե ձեր զգացմունքները, տեսնում եք Վեներա Լուսին, այս տրիգոնն է, սիրային հարցերում զսպվածությունը կօգնի, որպեսզի դուք կարողանաք կոնֆլիկտներից խուսափել, բայց եթե սուր կոնֆլիկտներ լինեն, չփորձեք գերազանցել, չփորձեք ձեր ղեկավարների հետ մրցակցել, նրանց հաղթել եւ նաեւ տան մեծերի հետ։ Դա հստակ խնդիր կարող է բերել զուսպ լինելը, համեստ լինելը կօգնի գործի դրական ավարտին։ Մի դրական օր հուլիսի 29-ը Լուսինը ջրհոսում, առավոտյան ժամերին կրկին բարդ է, նման դիրքեր մենք համարյա 1 ամիս առաջ տեսանք, բայց համախոհների, ընկերների եւ մտերիմ մարդկանց շրջանակներում հաջողություններ կունենաք,
խորհուրդ են տալիս նոր գործեր սկսեք, բիզնեսներ դնեք, լիալուսնից հետո է, բայց ոչինչ, որտեղ դրական դիրքեր կա, համացանցում ակտիվություն, գովազդներ, նոր ծրագրերը ուղղակի կարող են օգնել հաջողություններ ունենալ։ Ամսի 30-ն է բարենպաստ, այդ նմանատիպ հարցերի համար ակտիվ գործեք, կարող եք գնել էլեկտրոմոբիլներ, ընկերների, համախոհների շրջանակներում հաջողություն։ Վերջին օրը ամսի 31-ին ցերեկային ժամային լուսինը ջրհոսում, մի կողմից կոնֆլիկտներ կարող են լինել, եթե դուք գերագնահատեք ձեր ուժերը, բայց ակտիվ շփումների արդյունքում, եթե չափի մեջ եք, այդ բանակցությունները, խոսակցությունները կարող են դրական արդյունք տալ, բայց սիրահարներին խորհուրդ եմ տալիս իրենց լեզուն փակի տակ պահել եւ զսպվածություն այսպես հանդես բերել, որտեղ լեզուն Մարսը երկորյակում, Վեներան կույսում, եթե փորձեք կոնֆլիկտների մեջ մրցակցողի դերում լինեք, կկորցնեք ձեր սիրելիներին, մանավանդ կույս, երկորյակ, ձկներ եւ աղեղնավոր։ Այսքանը սիրելի հետևորդներ, սիրով ներկայացրեցի ձեզ հուլիս ամսվա կանխատեսումները, հուսամ, որ իմ կանխատեսումները ձեզ կօգնեն, ուղղակի կարգավորեք ձեր գործերը, դա մեծ սիրով եմ ես կատարում, նաև շնորհակալ եմ, որ բաժանորդագրվում եք ալիքին, զանգակին եք սեղմում, որ հերթական անգամ հուշում գա ձեզ, ուղղակի իմ հաղորդումն է սկսել, եւ նաև շնորհակալ եմ, որ ակտիվ մեկնաբանություններ եք գրում ու կիսվում եք իմ հաղորդումներով բոլոր հարթակներում, Instagram, Facebook եւ YouTube։ Լավ եղեք, սպասեք մյուս շաբաթ։ Ռինկարնացիայի մասին է, որ Մահատմա Գանդին Հնդկաստանում բանը, իրանց բանը էլ Ինդիրա Գանդի պապան է եղել, ղեկավարը, որ մի երեխա ասել է, մի քանի հոգի, ես գնում եմ, ես ուզում եմ գնամ բան, իմ տուն եմ ուզում գնամ, այդ իմ տունը չի, վերջո տարել են, հանձնարարով են բան արել, կազմել, գնացել են այդտեղ, ինքը ճանապարհը ցույց է տվել, գնացել է ամուսնուն ճանաչել, սա հարևաններին ճանաչել է, փոքր երեխաս լայս ամուսինս է, նույնիսկ թաքստոցի տեղն է ասել գումարների։ Հա ինքը վերջ արդեն Յան Սիվենսն ինքն էլ կա, որը Յան Սիվենսն ինքը զբաղվել է բաների, երեխաների հետ կապված մի քանի 100 հազարի չգիտեմ հասնա թե չէ, այդ երեխեքը խոսել են իրենց նախորդ կյանքերից եւ մանրամասն ուսումնասիրել է։